Ձեր կարծիքով ինչու է հանրապետական կուսակցությունը որոշել չմասնակցել ընտրություններին։ Մեղքերը շատ է դրա համար։ Երևի ռեսուրս չունի։ Ինչ իմանալ։ Չեմ կարող հարցը պատասխանել։ Չեմ կարող ասել։ Ես չեմ։ Պետքասեր Սարգսյանին հանդիպեմ, հարցնեմ, հետո ձեզ կպատասխանեմ։ Ճիշտ արել։ Եթե խայտարակվեն ուղղակի, դե ամեն շնորհ։ Ինձ հանրապետական կուսակցություն չի հետա։ Գիտեմ։ Հենց հարց եք տալիս։ Ինչ եք ուզում ասեմ։ Իմ կարծիքով հանրապետականն ու նույնն է, այսօրվա իշխանությունը նույնն է, դրա համար էլ չեն մասնակցում, ինչ տարբերություն։ Չգիտեմ, կարծում եմ։ Լրիվ էլ նույնն են։ Դրա համար էլ չեն մասնակցում։ Սպասենք մինչև տեսնենք ինչ ա լինում։ Ես չեք կարծում, որ այս ընթացքում ինչ-որ փուլեր կարող է լինի, որ իրենք թշնեն ու նորից մասնակցեն, որովհետև ամեն օր նոր հարցադրումներ են լինում, ըստ հարցադրումների, որ մեկը ընդդիմադիր է ուզում դառնել կամ մեկը դաշնակից, կամ ուզում են ինչ-որ մեկը պայմանավորվում, որ մեկի ձայնը մյուսինն է տվելու, հետո մյուս օրը հայտարարություն են տարածում, թե չեն ուզում կամ չեղարկում են տվյալ հայտարարությունը։ Իսկ որ պետք է ուղղակի սպասել մինչև հունիսի 7-ը։ Հայտարարել են, որ չենք մասնակցում։ Նախորդին այո։ Գիտեմ սխալ են արել։ Կարծիքով։ Ինչու՞։ Որտեղ քաղաքական մեծությունը պարտավոր ընտրությունների մասնակցի։ Որտեղ կան այդտեղ տղաներ, հենց մեր համաքաղաքացի Էդիկը Շարմասանով, Աշոտյան Արմեն կապ չունի, որ ես իրենց հետ գաղափարական բանավեճ ունեմ, բայց նրանք վաղ ափսոսով այդ խորհրդանում չլինեն։ Ես եմ բազմազանություն։ Իսկ ո՞րն է իրենց որոշման պատճառը ձեր կարգին առումով։ Չգիտեմ, որ հարցնեմ ինձ անկեղծ կասեմ, բայց եթե իմ գաղտնիքա ուրեմն ես ձեզ չեմ ասում, բայց ափսոսանքով եմ ասում, սխալ որոշում են կայացել։ Չեմ անում, ճիշտ ասած, այդ լավն է, չէ՞։ Վազգենի եղբայրը։ Չէ, Սերժ Սարգսյանի կուսակցությունը։ Հա, Սերժ Սարգսյանի։ Սերժ Սարգսյանը շատ խելոք, խելացի, հեռուն տեսնող մարդ է։ Դա շատ դժվար ասել նրա մտքին ինչ կա։ Ավելին երևի ճիշտ է արել։ Ինչու եք այդպես կարծում։ Դե կարծում եմ, որ այս վիճակում սպքի ինքը օրինակ Քոչարյանը ճիշտ է անում, որ մասնակցում է։ Ժողովուրդը ինչ է մտածում իր մասին։ Ինքը չգիտի, որ իմաստ չկա այդ մասնակցության մեջ։ Իսկ դա հասկանում է, որ իրան այդքան էլ լավ չի պահել հայ ժողովրդի նկատմամբ։ Դա որ որոշել է նոր ուժերին ճանապարհ տա, տեսնենք ինչ կստացվի։ Շատ վտանգավոր վիճակ է մեր երկրի համար, շատ։ Չգիտեմ, իսկապես մտածում եմ, մենք հայրենասեր էինք, մնացինք այս երկրում, ինչքանով ճիշտ արեցինք։